Փաշազադեի եւ Թշնամու ուրեմն պահանջով ահա Փաշօղլին ընկել է հայ հոգևորականների ետևից եւ գտնելով տարբեր անհիմն պատճառներ փորձում են լրացնել, հասկանալով թե ընդհանուր ցասումը ուր կտանի։ Բայց վերջերս հայտնվելով Վատիկանում, ընդ որում սիոնիստական որջում, Փաշօղլին համբուրում է ուրեմն Հռոմի պապի ձեռքը։ Վատիկանը հայտնի է իր տարբեր տեսակի կեղտոտ գործողություններով։ Վատիկանում բազմաթիվ սկանդալներ են եղել, մանկական բռնաբարություն։ Վատիկանի պատվալներում ուրեմն տարիներ շարունակ եւ մինչեւ հիմա կարդինալները զբաղված են իրար հետ լավ սեռական հաճույքներ բավարարելով։ Վատիկանը բազմաթիվ կեղտոտ գործերի մեջ է խառնված եւ ընդհանրապես Վատիկանը դա սիոնիստական կենտրոն է։ Դա հрьяաների կողմից կազմակերպվող եւ նրանց կողմից պրոպագանդվող կենտրոն է։ Հրաշալի մի ֆիլմ կա «Երիտասարդ Պապը», խորհուրդ եմ տալիս դիտեք, որպեսզի ավելի լավ պատկերացնեք թե ով է այդ Վատիկան կոչվածը եւ այնտեղ գտնվողները։ Եվս մի գիրք կա հրաշալի Ալեքսանդր Վոլկով «Դեգերումներ», որտեղ նկարագրում էր Ջորդանո Բրունոյի տանջանքները։ Կարդացեք եւ տեսեք, թե ով է Վատիկանը եւ ովքեր են սրանք։ Այնպես որ սրա նրա ձեռքը համբուրելով եւ ցուցադրելով թե իբրև հարգանք եք տածում, առաջին հենց ամենակեղտոտը դու ես, որովհետև դու համբուրում ես մեկի ձեռքը, ով առավոտից երեկո զբաղված է մաֆիայով, կեղտոտ գործերով, բռնաբարությամբ, սպանություններով, Վատիկան կոչվածը։ Էլ չեմ խոսում, թե ինչպես է թե եւ սուրճ հյուրասիրում Ալիևին։ Դե բնականաբար, չեմ էլ զարմանա, որ հանգարց պարզվի, որ էկրանից այն կողմ նաեւ Զուքանի թուղթ ես առաջարկել, որպեսզի սրբես նրա քամակը, որովհետև դուք դա եք։